Պարոն Նուշիկյան, արդեն իսկ Սերժ Սարգսյանը քիչ առաջ հաստատեց Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչով էր ձեզ պայմանավորված այս փոփոխությունը, կար դրա հրամայականը, թե ոչ, իրականում սա Հովիկ Աբրահամյանի անձնական որոշումն էր, թե կար նաև հասարակական պահանջ։ Երևի թե բոլորը միասին, բայց առաջերտին Հովիկ Աբրահամյանի դա որոշումն էր, որտեղ ինքը ելույթում նշեց, ասաց, որ իրեն չհաջողվեց հասնել այն նպատակներին, որը ինքը դրել էր իր առջև, որի համար ես ցավում եմ, իհարկե, եւ կարծում եմ բոլոր հարցերը, ձեր նշած հարցերը, բոլորն էլ հասարակական պահանջել կար, իր որոշումներ, փոփոխությունների անհրաժեշտություն էլ երևի թե կա հանրապետությունում, որտեղ մեր հատկապես տնտեսությունը այսօրվա վիճակում գտնում է բավական ծանր վիճակում եւ հրատապ, այսպես ասած, լուծումներ, բարեփոխումներ են պահանջում։ Պարոն Կարապետյանը իր ելույթում նշեց, որ ծրագիրը, որը պետք է կյանքի կոչվի, այդ տնտեսության զարգացման երկու փուլով է, առաջին փուլը արագ ծրագիր է, որը պետք է կյանքի կոչել, ինչ է սա նշանակում, փոփոխություններ, որոնք պետք է կատարել մինչև ընտրություններ, որ հանրության մոտ մի փոքր վստահություն, մի փոքր հույս արթնանա, թե դրանք ավելի երկարաժամկետ։ Դե կարծում եմ, որ ինչը որ պարոն Կարապետյանը նշեց, դա ճիշտ մոտեցում է, որովհետև մենք այսօրվա հրատապ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից մեկը, հենց ասենք, հարկային օրենսգիրքն է, որը շատ կարևոր փաստաթուղթ է, որը պետք է այսօր պետք է դրան անդրադառնալ ու լուծումներ տալ, եւ բնականաբար տնտեսության վիճակը ես շեշտեցի, որ գտնվում է բավական ոչ ցանկալի վիճակում, որտեղ հրատապ լուծումներ են պահանջում, անմիջական լուծումներ են պահանջում եւ բնականաբար հեռանկարային ծրագիր, որը կառավարությունը պետք է ներկայացնի եւ որը քննարկենք եւ կարծում եմ, որ կհաստատենք։ Ինչ հույսեր կան Կարեն Կարապետյանի հետ, պարոն Նուշիկյան, երբ արդեն իսկ մամուլը գրում է եւ հիշեցնում, երբ որ նա Գազպրոմում էր եւ Հայաստանի ինչքան ստրատեգիական նշանակության օբյեկտներ, նաեւ այս 20% բաժնետոմսերը ինչպես հանձնեց Ռուսաստանին, ինչ է կարծում, փաստորեն անընդհատ մենք պարտքեր ենք կուտակել այդ տարիների ընթացքում, մտավախություն չկա, որ նա հնարավոր է ձախողի։ Դե պարտքերը, որ կուտակել ենք, դա Կարեն Կարապետյանի մեղավորությունը չի, եւ այդ 20%-ը մենք տվել ենք պարտքի դիմաց, որը կուտակվել է ընդհանուր հանրապետության կողմից, եւ ես ուզում եմ հույսով լինել, որ Կարեն Կարապետյանը չի ձախողի եւ որոշակի ինչ-որ դրական փոփոխություններ մենք մոտ ժամանակներս ականատես կլինենք։ Ինչ պետք է անի Կարեն Կարապետյանը, որ գոհ լինի թե հանրությունը, թե գործարար աշխարհը, պարոն Նուշիկյան, վերջին տարիներին դժգոհությունը կարծեք թե համընդհանուր է։ Ինչ քայլ պետք է անել։ Արդյոք կարող է մեր երկրում այլ խաղի կանոններ լինեն, խաղի կանոնները փոխվեն, հնարավոր է պատկերացնում եք մի բան, հնարավոր է իշխանությունը կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Գիտեք, այդ ճյուղը առանց կտրելու արդեն կոտրվում է, այսպես ասեմ, եւ կտրելու անհրաժեշտություն չկա, եւ մեզ պետք են փոփոխություններ, կարծում եմ, որ նախ եւ առաջ պարոն Կարապետյանը պետք է փորձի վստահությունը հասարակության ավելի ամրապնդել կառավարության նկատմամբ եւ հույսով եմ, որ դա նրան կհաջողվի։ Իսկ Հովիկ Աբրահամյանին դուք տեսնում եք այլ պաշտոններում, թե նա այլևս քաղաքականության մեջ տեղ չունի, պարոն Նուշիկյան, հետաքրքիր է նրա կերպարը, նրա գործունեությունը ինչ է ցույց տալիս, նա կարող է դեռ պետք լինել իշխանություն։ Ես կարծում եմ, որ նրա փորձը, նրա գիտելիքները, նրա մշտական վերջի
չգիտեմ 20-25 տարի նա միշտ ասպարեզում է եղել քաղաքական, օգտակար կլինի մեզ բոլորիս, նախ ամենաառաջին հասարակությանը, եւ կարծում եմ, որ նա կունենա որոշակի դերակատարում ընդհանրապես մեր քաղաքական process-ներում եւ տնտեսական զարգացման մեջ։